Բացեմ ձեզ մեկ գաղտնիք, իմ իսկական ազգանունն է Պեպոյան, իմ պապերը եղել են Թիֆլիսից և զբաղվել են ձկնորսությամբ։ Բոբի Ֆիշեր, եթերում է ձկան օրը և մեր գլխավոր գործընկերն է իհարկե Պեպո Ֆիշ Հաուս Սարյան 25։ Այսքան համաբաներ շուտվանից մեկ տեղում չեմ տեսե, հիանալի Սևանի իշխանի ֆիլե։ Գնացեք Սարյան 25, պատվիրեք և վայելեք։ Բոլորի նոր տարիները շնորհավոր, ցանկանում եմ բոլորին ամենալավ բաները, թող մեր տղաները այս տարի լավ ֆուտբոլ խաղան, ունենանք օլիմպիական չեմպիոններ, շատ ու շատ հայեր ծնվեն, մեր սահմանները հանգիստ լինի, խաղաղ երկինք են բոլորին ցանկանում եւ այն բոլոր վատ բաները, որ եղել են անցալ ոչխարի տարում, թող այս կապիկի տարում չլինեն եւ այս կապիկի տարին լինի պոզիտիվ, ուրախ եւ լի լավ ու ամենաբարի բաներով, իսկ այսօր այն հյուրերը շատ ուրախ, պոզիտիվ եւ հիանալի ընտանիք են։ Դանիելան են ընտանիք, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպես եք։ Ինչպես է լավ։ Շատ լավ, մենք շնորհավորում ենք մեր հեռուստադիտողներին, բոլորին, Գորջան քեզանից սկսած, բոլորին շնորհավորում ենք այս գեղեցիկ տոնի կապակցությամբ, մաղթում ենք ամենալավ բաները այս կապիկի տարում եւ ամենակարևորը, որ կապիկի տարում չլինեն շինծու կապիկություններ։ Այո, առանց կապիկի տարի, առանց կապիկությունների, այդպես կարելի ասել։ Ինչպիսին էր անցյալ տարին ձեր ընտանիքի համար առհասարակ։ Անցյալ տարին մեզ համար շատ լավ տարի էր, իրականում մենք շնորհակալություն ենք հայտնում այծին, այծի կամ ոչխարի, ինչ որ մեկին։ Ով Երևի ոչխարի։ Դու ոչխարին, դու այծին, Ալբերտո, դու ես այծին։ Դու գերմանամուկին։ Ում ես շնորհակալություն հայտնում կենդանիներից։ Մեկին, լավ, ինչ որ է։ Սկյուրիկին, լավ, դու սկյուրիկին շնորհակալություն։ Լավ տարի է, շնորհակալություն ենք հայտնում այդ տարվանից ու ուզում ենք, որ այս տարի էլի նույն ձևով շարունակվի։ Քանի որ մի քանի օրից Սուրբ Ծնունդն է, մենք այսօր հատուկ հրավիրել ենք իսկական տանտիրուհու եւ խոհանոցի տիրուհու, որը որ կփորձի ինչ-որ նորմալ բան պատրաստել։ Վերջապես։ Այո, վերջապես ինչ ենք պատրաստելու այսօր, իբսիմե, քանի որ դու ես այսօրվա տանտիրուհին, մենք բոլորը խանգարելու ենք քեզ։ Ես ասեմ, որ շատ լավ օրվա համար ենք պատրաստում Սուրբ Սադիկի եւ պատրաստելու ենք իշխան Այո, ծիածանափայլ այո, իշխանից եւ պատրաստելու ենք սպանախով, շատ համեղ եւ քանի որ մենք այստեղ ես գիտեի որ ժամանակը շատ սուղ է լինելու, ես արագ պատրաստել եմ Դուք արդեն տնից բերել եք, ես ուզում եմ ուտեի, բայց ինձ ասացին, որ դեռ շուտ է։ Չամիջ է, քանի որ իսկապես Զատիկի սեղանին պետք է կարելի չլինել, այո։ Լավ, սկսենք ծիածանափայլ իշխանից, իդեպ ասեմ եւ հիշեցնեմ բոլորին, որ մեր ծրագրի գլխավոր գործընկերն է Պեպո Ֆիշ Հաուս Սարյան 25, որտեղից որ այս հրաշալի ձուկը եկել է այստեղ։ Վաու, շատ գեղեցիկ ձուկ է, շատ թախծոտ աչքեր ունի, ճիշտ ասած։ Ալբերտո, ձուկ սիրում ես։ Այն մի հատ լավ անեկդոտ կար, չէ՞, ասում է, մальчик, ты помидор любишь? Այն ասում է, кушай да, так нет։ Հիմա իսկ ձուկ ինչպես այսպես է սիրում, թե երբ որ նա լողում է։ Երբ որ նա լողում է, ես ասեմ մի հետաքրքիր բան, որ մեկ դա լինում է 1000-ից 1, երկուսով, քանի որ չեն գնում են ձկնորսության։ Չէ, չեն գնում, հենց դա է հարցը, որ միայն ես եմ ուտում տանը։ Ձուկ։ Այո։ Ես ճիշտ ասած դու գերազանցիկ ես Ալբերտո։ Հա? Որ ձուկ ուտես ավելի գերազանցիկ կլինես։ Գերազանցիկ, գիտես։ Չէ՞։ Գերազանցիկ։ Գերազանցիկ։ Սպանաղ է, չէ՞ պետք է բերեմ։ Այո, սպանաղ։ Սպանաղ պետք է բերեմ։ Որ սպանենք ձկանը։ Ձուկ արդեն իսկ թվում է։ Հիմա ես անցնեմ գործի, ես ուղղակի չգիտեմ Ալբերտոն ինչ տա, որ ինքը զբաղվի։ Ով Ալբերտոն զբաղվի։ Արի, դու արի ես ու զբաղվենք ինձ։ Հիմա ես կտրատում եմ փոքրիկը։ Փոքրիկը։ Այո։ Ես կտրատում եմ սպանաղը։ Իմ փոքրիկ թավա։ Այո։ Ես
կարող եմ անգամ տակը վառեմ, որ տականա։ Այո, շատ լավ կանա, շատ Տակ, շատ հայտնի զույգեր կան ձեր նման, այսինքն ամուսինը հայտնի դերասան, կինը հայտնի երգչուհի։ Կային շատ կարևոր մի փաստ, օրինակ Ջոնի Դեփը, Վանեսա Պարադի, Շոն Պեն, Մադոննա։ Դուք կաք ու դեռ կլինեք։ Ինչ չէր ստացվում իրանց մոտ, որ ստացում է ձեր մոտ։ Ինչի նրանք Իրանք ճիշտ ասած մի քիչ խնդիրներ ունեին կիսուրի հետ կապված։ երկուսն էլ։ Երկուսն էլ փաստորեն մեկը ֆրանսիացի կիսուրի, մեկը իտալացի։ Վատն էր Երջանկության հարցը, որ կիսուր հետ լավ լինեն ու աներձակի, հասկացան։ Դու ինչ կասես, Ալբերտ։ Կամ ֆինանսական կարող խնդիրներ են ունեցել, դա Չէ, ես կասեմ, որ ձետ չանենք, բա։ Հա, ձետ անենք։ Առանց ձետ չի։ Ես ասեմ, որ մեզ Դու ձետի, կոկովայ։ Դու ձեթիր։ մի փոքրիկ է պետք։ Ինչքան լավ է, որ կինը այստեղ։ Ես կարող եմ Այս պարզապես բավական է։ խոսել մի քիչ։ Այո, դուք շփվեք, Շփում եք։ խոսեք։ Պաստորեն նրանց խնդրեմը դրանում էր։ Հա, շատ խնդիրներ կարան լինել իրականում ընտանիքում, բայց եթե լուրջ խոսենք, այո, լուրջ խոսենք եւ խոսենք, հասկանանք թե ինչպիսին է ձեր ընտանիքի, այսինքն դուք երկուստ էլ այնպիսի բնակավարակում եք աշխատում, որ շատ պետք է աշխատեք, շատ ժամանակ տանը չեք, ել չեմ ասում խոհանոցի մասին կամ չգիտեմ ինչի մասին, եթե ուզում եք մի քիչ ավելի լավ ապրեք, ավելի շատ պետք է աշխատեք եւ այդ ամեն ինչը կուտակում, այո, այդպես շարունակ։ Եվ ինչու՞ է գաղտնիքները կամ ոնց է այդ ամենի հետ պայքարում։ Պայքարել իրականում չենք պայքարում, իրականում այդ ամեն ինչի հետ պետք է ճիշտ համակերպվել, աշխատանքի հետ կապված, պետք է հասկանալ, որ մենք պետք է աշխատել ու մենք շատ ենք աշխատում, որ ամեն ինչ լավ լինի, որովհետև դա հանուն մեր այո, ապագայի համար, այո, այդ ամեն ինչը արվում, մենք են հայկական ձևով, այն որ երեխու համար բան են կուտակում։ Դեռ երեխու կարող է մի քանի ժամանակ հետո երեխաների, Աստված տա երեխաների համար կուտակում ենք, որ նրանք անհոգ լինեն։ Անհոգ մանկություն ունենան։ Ձեր ծնողները կուտակել են արդյոք ձեր համար, թե դուք զրոյից եք սկսել ամեն ինչ։ Մեր ծնողները մեզ համար որոշակի չափով Բացի օրինակ կրթությունից, ասեմ որ կարելի է ասել, որ մենք միասին ընտանիք կազմելուց հետո շատ բարձ ճանապարհով ենք զրոյից ենք սկսել ամեն ինչը։ այսինքն տուն, մեքենա, Դուք ինքներս ինքներս մեր ինչ եք ուզում որ Ալբերտի կա ձեր ճանապարհը չանցնի, Ալբերտոն ներողություն, Ալբերտոն, չէ՞։ Ալբերտոն բնականաբար Ես էլ ճիշտ ասած այդ հարցից մեկ-մեկ տալիս եմ, այդ հարցի պատասխան չունեմ, դրա համար ձեզ եմ տալիս, որ միգուցե ամեն ինչ անում ենք, որ Ալբերտոն չանցնի այդ բարձ ճանապարհը, քանի որ տուն ավելի բները, կենտրոնանա օրինակ ինքը եթե ստեղծագործական կյանքով ապրելու, եթե իհարկե ընտրությունը իրանն է, մենք ոչ մի բան չենք ստիպելու իրան, կարող է բանկեր ուզում դառնա, ավելի շատ կենտրոնանա իր ամեն բնակավարում է դե ստեղծագործական միտքը բնականաբար պետք է ինքը ավելի շատ խորանա դրա վրա իր ստեղծագործական Այսինքն ինքը արդեն ունենա իր տունը, օրինակ, չմտածի օրինակ մեքենան ունենա, տուն պետք է ունենամ ինքը արդեն ուրիշ բաներ մտածի։ Իսկ եթե ունենաք եւս 3 երեխա, ինչ պետք է անի։ կստեղծենք բոլորի համար։ Բոլոր 4 տուն, 4 մեքենա։ Մենք դա Եվս 3 տուն պետք է։ նպատակ ունենք, որ մենք պետք է մեր երեխաները բոլորը կապ չունեն։ Ամենչով ապահովված լինեն։ Այո։ Որպեսզի այդ բարձ ճանապարհը իսկապես Իսկ այդ բարձ ճանապարհը ձեզ չօգնեց դուք ավելի մտերմանաք, հասկանաք թե կյանքը ինչ է։ Բան չեք ուզում որ ձեր երեխաները չպայքարեն, Չէ, թող չիմանան։ չպայքարեն։ Դա լավ բան չէ։ Իսկ բանա գնալու Ես Ալբերտո։ ասում եմ, որ օրինակ պետք է ինքը որոշակի Դժվարություններ ամեն տարի իր դժվարությունները ունի, ինքը պետք է։ Ինչ անենք, ասեք։ Հիմա ես ուզում եմ ձեզ ասել ինչ ենք անում, մենք այստեղ լցնում ենք պղպեղը։ Պղպեղը։ Այո, որպեսզի ինքը համեղ լինի։ Ալբերտո, սիրում ես մայրիկը խոհանոցում այսպեսի կախարդական բաներ է սարքում։ Համով է պատրաստում մայրիկը։ Մաման է պատրաստում համով, թե պապան։ Մենք հետաքրքիր համերում։ Պապան։ Պապան, ինչ ես արմացան։ Պապան, թե պապան, Պապան։ Ինքն էլ զարմացավ, չգիտի ինչ պատասխանի։ Միշտ մաման է պատրաստում։ Լավ, հասկացա։ Ես կասեի ավելի Պապան շատ մենակ կոֆե է պատրաստում։ այո, ես Սրճ, ով ինչ որ լավ անում է ես դյանի։ ինքս ջազվե եմ,
մնալությամբ, այո, Եվ գարասկոպով։ Եվ շատ գարասկոպով։ Ես այդ սուրճ սարքելա իմ մոտ Բայց Ալբերտո դու սուրճ չես խմում, փաստորեն քո համար դեռ ոչինչ չի պատրաստ է հայրիկը։ խմում է։ Խմում ես ասես որ չի խմում։ Ահա։ Մաման է սովորացել։ Ես հիմա ուզում եմ ցույց տալ ինչ ենք անում։ Ինչ ենք Դուք խոսեք էլի, բայց ընթացքում եք մենք մեզ էլ է հետաքրքիր։ Այո, Պատմի դու։ Ուրեմն սպանախը այսպես լցնում ենք փորիկի մեջ։ փորիկի մեջ։ Իսկ կարելի է փորը ավելի շատ բացել։ Պետք է։ Ես կարող եմ այնքան բաց։ Ես դաժանաբար կարող եմ Իչեն մեջքը բաց է փորիկը, որովհետև մենք ինձ թվում է պետք է Մեջքը բաց է, կմրսի, զգուշ։ զգուշ ծածկեք։ Հա, ճիշտ է, դուք շատ դիպք չէ։ Լավ, փաստորեն ուզում եք, որ ձեր երեխաները ինչ որ դժվարություններ չտեսնեն։ Դա ինձ թվում է բոլոր ծնողներն են ուզում։ Հա, բայց ինքը բնականաբար պետք է որոշակի դժվարություններ տեսնի, որովհետև ես ինքս իմ պրակտիկայից ելնելով Եթե դու այդ պայքարը չանցներ, եթե դու ռիփսիմեին քո ուզած ձևով չանցներ, եթե դուք իրար հետ չանցնեիք այդ ինչ որ ինքը պետք է տեսնի որոշակի։ Մի հետաքրքիր բան ասեմ, ես մինչև Գոքորին հանդիպել իմ կյանքում դժվարություններ չեմ տեսել։ Քո դժվարությունները սկսեց Գոքոր հետ։ Բրավո։ Ահա։ Իսկ իմ կինս է կարար տես բանասեր։ Իմ հայրիկը ինձ այնպես էր պահել, որ ես երբևիցե չեմ պատկերացրել, որ ես կարող եմ ինչ-որ Բայց հաճույք ստացար է դժվարություններից։ որոշակի չափով շատ բան տվել։ Չէ՞ որ 50 оттенков серого կանանց համար է գրված։ Կանայք ստանում են հաճույք այդպիսի դժվարություններից։ Լավ, իսկ դու Գոքոր, դու դժվարությունների հանդիպել ես միջև ռիփսիմեին հանդիպել։ Թե քո դժվարությունները դե սկսեց։ Չէ, ես տեսակով երկուսս էլ տեսակով աշխատասեր ենք, անկախ նրանից դժվարություն լինի կամ չլինի։ Երկուսս էլ աշխատասեր ենք եւ այդ աշխատասիրության շնորհիվ եմ որ ուզում ես ավելին, հա, ասենք թե ունեմ իմ բան, ուզում եմ ավելին, ուզում եմ ավելի լավ լինի, բայց այդ ավելի լավ լինելու համար չես կարող հարթ ճանապարհով գնաս, պետք է դժվարությունների մեջով անցնես, պետք է պայքարես, բանը գիշերը չքնես, պարտվես, առավոտը ժամը 6-ին գաս տուն, հոգնած, ջարդված, աչքերդ կախված այդտեղ, sense Ինչ է պետք ռիփսիմեն։ Ինձ պետք է որ մենք դնենք ջերոցի մեջ։ Արդեն ջերոցի մեջ։ Այո, Արդեն ջերոցի մեջ։ Բայց իրան այսպես ենք դրա տեղադրում։ Այո, այսպես տեղադրում ենք։ Չէ, պետք է ասես բացենք ինձ թվում է, չէ։ Բացենք, թե չբացենք։ Չէ, իրան այսպես դնում ենք։ Չէ, եթե իրան ինքը լցոնված է, պետք է այսպես տեղադրվի։ Արդեն չի լինում։ Լոգիկա։ Լավ։ Բայց Ահա։ հա, հաճելի։ Հիմա Ձեթ ինչ պետք է անենք տակը։ Հիմա մի փոքրիկ տակը ձեթ ենք անում եւ հետո պետքա նորից հանենք, որպեսզի վրան լցնենք արդեն հավկիթը։ Ես այդպես ինքը կոչվում է հավկիթով Հավկիտա պատված։ հավկիթով թխած ձուկ։ Այո։ Հասկացա՞ր։ Թխածուկ։ Ալբերտո, հասկացա՞ր։ Լավ։ Շատ հետաքրքիր, այսպես ասած, պոզիցիա ունեք կյանքի։ Ինձ դուր է գալի այդ։ Ալբերտո, քեզ եմ ուզում հարցնեմ։ Իսկ դու սիրում ես կյանքում պայքարել, թե դեռ չես պայքարում։ ահա։ Որը խնդրեմ։ Դնեմ մեջ։ Հա, давай։ Ինքը պայքարող տեսակ է, այո։ Այո։ Դնում ենք ջերոցի մեջ եւ Ալբերտո ջան, կուտելու ես այս զուգից, որ մաման սարքել։ Վայ։ Ահա։ Այս Այս սենս պետք է դնես, այս սենս պետք է դնես։ Այո, պետք է դնենք վերը։ Դիշ։ Միանգամից զգացում եմ, որ սուրճից բացի ոչինչ չես պատրաստ։ Ես օրինակ ձկով սուրճ եմ շատ լավ պատրաստում, ձուկը մանր կտրատում ես, գցում ես ձկով սուրճ, ամով, հա։ Ամեն տեսակի սուրճ էլի, ձկով բանը Տարբեր սուրճեր ես պատրաստում։ Խորոված սուրճ, քաբաբ սուրճ, տես։ Ահա։ Դրեցի։ Ահա, հիմա սպասենք, 15 րոպե սպասենք եւ հետո 15 րոպեից նոր։ այո, կգցանք վրան արդեն կապելացնենք Մինչև 15 րոպեն ինձ թվում է կարելի է խոսել։ Կարելի է հերոստատիտողին ինձ թվում է թույլ տալ մի քիչ առանց մեզ մնալ, որովհետև մենք կվերադառնանք եւ կիմանանք դուք, թե Ալբերտոյի ամենամեծ երազանքը որն է կյանքում։ Ալբերտոն ունի 15 րոպե մտածելու եւ 15 րոպեից դες ամեն ինչ կպատմի։ Մնացեք մեզ։ Ահա եւ անցավ այն հետաքրքիր րոպեները, որոնք դուք չտեսաք իհարկե, բայց ձուկը համարյա պատրաստ է։ Ես զարթնեցի։ Ես քնած եմ։ Ուզում եք ամաց խոսել, որ չզարթես։ Լիպսիմե Գոքորին ասում ես ձուկը հանում այստեղ, իսկ Ալբերտոն բոլորիս պատմում է, թե որն է նրա ամենամեծ երազանքը։ Թե ես ուզում եմ, որ
մեր տունը սաղ իմ մանը լեգոներից թափած լինի։ Թափած։ Խեչ Հա։ մամա։ Չէ, թափած լինի, որ Որ ինչ։ խաղամ, համե սկցեմ վերև, որ անձրև գա։ Լեգոներից անձրև գա։ Շատին են, որ անձրև Այդ փաստորեն քո ամենամեծ երազանքն է։ Այ, Հա, որ սենց տունը սարքեմ, հետո գցեմ գլխից ջարդվի։ Իսկ մաման է հավաքում քեզանց հետո թե պապան։ մաման, Մաման, հասկացա։ պապան երբ է։ Պապան մենակ լեգո է առնում։ Պապան ճիշտ ասած, որ տունը լինի մեծ սիրով կօգնի կհավաքի այդ ամեն Պապան ինչը, մենակ լեգո է առնում։ Պապան լեգոն առնում է։ Պապան հավաքում է լեգոն։ Հավաքում։ Պապան էս հավաքելու Այո, հասկացա։ մասին է խոսքը, մաման է էս Այն հավաքելու հավաքելու։ մասին է խոսքը։ Լավ։ Էս Բացի լեգոից ինչի մասին ես երազում ցանկ։ Ինչ ես ուզում դառնալ օրինակ։ Կուզենաս դառնաս պապայի նման դերասան, թե մամայի նման երգչուհի։ Լիքը բան եմ ուզում դառնամ։ Սկսի։ Առաջին Բան, ռոբոտ ստեղծող, ռոբոտ ստեղծող, ավտո ստեղծող, ավտո ստեղծող։ հեռախոս ստեղծող։ Բայց ստեղծել են արդեն այդ ամեն ինչը։ Չէ, ուրիշ հեռախոս։ նոր տեսակի, Так, это и есть. նոր տեսակի հեռախոսի մասնակից կա։ Ուզում եմ նինջա դառնամ։ Նինջա, Նինձա, որ ստեղծի վատը լինի, նինձայի պես ծուխը գցի Հասկացա։ փախնի։ Կորի։ Так, 4 Ուզում եմ դառնամ ձուկ, Ձուկ, դուել, ձուկ Ժակ Իվ Կուստոնել էր ուզում, դուել, փաստորեն, ահա։ մեկ էլ ուզում եմ Միջև չես դառե ձուկ, գիտես չէ, Երևանի ամենալավ Բայց որ ձուկ ձուկները, դառնաս, այսինքն քեզ կեփեն։ չէ ինքն այնց ձուկ ալնեն, որ իրան չկարողանան բռնեն, չէ։ հա Ամենալավ ձուկները Բիձուկ Երևանում, երևի։ հա, բիձուկ ձուկ։ Peppo Fish House-ում են, Սարյան 25։ Կգնաս կտեսնես։ Լավ, էդի 5 ձուկ ես ուզում դառնաս, էլ ինչ ես ուզում։ բան։ Դե հերիք Դե Հերիքա։ դե Լավ, Զիլի վեդրո։ Զիբիլի վետ ինչ գործ ունես։ Չէ, զուգում ասում որ Իսկ լսի քեզ ինչ եմ ասում։ Իրաց բան դուր չկա, լավ բան դուր։ Գցեն զիբիլը ես բռնեմ, էլի։ Հասկացա։ Զիբիլում ահագին օգտակար բաներ ալ միջալուց։ Մեկ։ Լավ, մաման լավ, լավ, ես հա, դու ինչ ես պատմեմ, հա, քանի որ էլի ինձ ստեղված չեք դնում։ պատմի։ Ուրեմն ես կարակը արդեն 15 րոպե ելել էր։ Վրայից Կարակ կարակ արեցինք, որպեսզի ավելի համեղ լինի եւ ահա հավկիթը այսպես գեղեցիկ։ Հավկիթապատում ենք։ Հավկիթապատում ենք Հավկիթապատում եւ արդեն վերջնական Այս կամուրջների նման է, էլի հավկիթապատում ենք, որ Այո, պինդ լինի ինքը, կամուրջները, բերթերը։ բերթերը։ կարող եք շփվել դուք ինչեւ ես Այո։ հավկիթապատում։ Լավ, Ալբերտո, դերասան թե երգիչ։ Այդ երկուսից մեկը ասա։ Որն է քեզ ավելի դերասան։ Իսկ ինչ կինոներում ես ուզում նկարվես կամ որ հայտնի ռեժիսորների մոտ, թե ուզում ես մուլտիկի հերոս լինես, ինչ։ Դե Մուլտիկում ուզում ես նկարվես։ Կուզեի մուլտիկում նկարվես։ Փոքր ժամանակ մուլտիկի հերոսի էր նման իրականությունները։ Լավ, իսկ հիմա ասա, ինչ դերասան է, ինչ դերեր ես ուզում նկարնակ։ Չգիտեմ, կուզենայիր լինեիր բայվիկի հերոս, կուզենայիր լինեիր սիրողական, չգիտեմ, ինչ-որ ֆիլմի հերոս, սպորտսմեն, այս ձեռները տեսա։ Ձեռքերս Նորից դնում ենք ջեռոցի մեջ պաստորեն։ Դնում ենք եւ արդեն դե վերջնական։ չգիտեմ։ Չգիտես։ Դեռ չգիտես։ Լավ, դնում ենք ջեռոցը։ դնում ենք ջեռոցը։ Իսկ նորից մի քանի րոպե կլինեք առանց մեզ։ Սիրելի հեռուստադիտող, իսկ երբ որ կվերադառնանք, փոքրիկ Ալբերտոն ցույց կտա ձեզ փոքրիկ էտյուդ, որը նա պատրաստել է հատուկ այսօրվա համար եւ ցույց է տվել միջև մեզ մեկ անգամ ձմեռ պապիկին։ Դուք կլինեք մնացած երկրորդները։ Մնացեք մեզ հետ, չփոխեք ալիքը։ Մենք վերադարձանք տաղավար, իսկ փոքրիկ Ալբերտոն պատրաստ է մեզ ցույց տալ իր տաղանդը։ Ալբերտո, ինչ ես ցույց տալու, թե Ոստիկան։ ոստիկան ես ցույց տալու։ Բոլոր ոստիկաններին նոր տարին է շնորհավոր եւ բարի ծառայություն։ Իհարկե, չմոռանանք, որ երբ որ մենք հանգստանում ենք, ուրախանում ենք, նրանք ծառայության մեջ են։ Եվ այսպիսով Ալբերտոն ոստիկան է։ Դու ոստիկանն ես, արի լավ, ես էլ լինեմ վարորդը։ Ահա, որ նա գինով ցած մի քիչ, նոր տարուց Խմած հետո։ վարորդը լինեմ, դու ինձ կանգնացրու։ Դավա։ Դե ես ոստիկանը լինեմ, դու խմած վարորդը։ Դե չգիտեմ։ Ուզում ես դու խմած վարորդը։ Չէ, ես ոստիկան։ Դու ոստիկան ես, լավ, ես խմած վարորդն եմ։ Լիլու, 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 լիլու։
աչք քաշի կայնի։ Համաներ ասա, Peppo Fish House, աչք քաշի կանգնի, տես գրած արել։ Ահա։ Peppo Fish House, աչք քաշի կայնի։ Всё։ Տվեք ձեր փաստաթղթերը։ Չներկայացի սկզբից։ Պարոն գնդապետ, փող ոստիկան։ Փող ոստիկան։ Պետք է սրասի փող գնդապետ ոստիկան։ Լավ, ի կապ չունի։ Լավ։ Ահա։ Տվեք ձեր Փաստաթղթերը։ 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 Հա։ Փաստաթուղթ չունեմ։ Հա, ունեմ։ Ունեմ։ Խնդրեմ։ Ունեի փաստորեն։ Так, ի՞նչ ա գրած։ Պետք է բացեցնի ոստից չի երևում։ Նման չեք ասա։ Նման չեք։ Լավ, տվեք ես գնամ, էլի ես շտապում եմ։ Չէ, չէ։ Ես շտապում եմ ճիշտ է։ Չէ, դե փող տվեք։ Բայց Իրականում այսպիսի բան հնարավոր չի մեր երկրում, սա պարզապես թատրոն է, գրոտեսկ։ չափազանցված տարբեր։ Այո, այդպիսի բաներ մեր իրականության մեջ։ Փոստուրը հարաբերական հասկացողություն է, իրականում եթե ակտ է գրվում, բնականաբար։ Այո, բանկում պետք է։ Լավ, արի սենց խաղանք, դու եղի բյուջեն, ես լինեմ ժողովուրդը։ Այդտենց Դու բյուջեն ես, ես ժողովուրդը։ Դու ասա ինձ փոխտու, ես հատամ, տեստամ։ Տենց կարող է ծրագիր այսօր չավարտենք, այնքան։ Եվ մեր ձուկը վարվի։ Այո, արա չմոռանա, մոռացել էինք։ Ալբերտ, իրեւ ես քիչ շնորհավորում եմ, հիանալի խաղացիր։ Լավ, ռիփսիմեն հանում եմ ձուկիկը, չէ, ռիփսիմեն չէ։ Ես Ձուկիկը Գրիգորը կհանի ձուկը։ ձկանը ով ձուկիկ է դարձել, Չմոռանանք, որ ձկան օր է այսօր։ ձկան Այո։ օր, Ալբերտոն մեզ շեղում է Ձուկ օր։ այստեղ։ Peppo Fish House-ին կանգնացրեցինք։ Peppo Fish House-ը միշտ կանգնած է նույն տեղում, Սարյան 25 Ժորժ ջան։ Արիսկոմ, արի հանկարծ չվարվես։ բայց շատ լավ հոտ է գալիս։ Այո, ինձ էլ է թվում, որ հոտը հոյակապի։ Ենթադրում եմ, որ շատ համեղ է լինել։ Ինչ ենք անում հետո։ Սա կարելի է անջատել։ Ուրեմն հիմա այսպես դնում ենք լավաշի վրա, Ձուկիկին։ ձուկիկին, այո։ Տեսնում ես Ալբերտո։ Մասը մի քիչ բարդ է, բայց Ծյոկոնը։ մենք կստանանք, որպեսզի ինքը չփչանա, ասեմ որ շատ անուշ հոտ է գալիս։ Դե բա այդքան Ես կօգնեմ։ սերով եւ սիրով Լավ կլինի Գրիգոր ջան, որ մի բան անես, էլի։ Հա, էլի մի բանով էլ ես օգնեմ, էլի, Բայց ասենք ես- մենք էլ ենք մարդ, մենք էլ ենք ուզում մի բան անել։ Գրիգորը ժողովրդի դերում էր նոր։ Այո։ Մեկը ինձ օգնի։ Տեսեք, որ արդեն Լավ կլինի մի բան անել Արդեն ժողովուրդ։ Ձուկը լողում է։ Ահա, տեսար տեսար։ Ալբերտո ձուկը լողում էր։ Լավ, մա։ դու ինձ, Սա դու պետք է սա վերցնի։ վերցրու։ Սա ես հեսա վերցնեմ։ Ես մի հատ Մի րոպե տակը տակ։ Ձուկիկին։ Չէ, ես այստեղ փոխենք։ Ձկան ապրանքային տեսքը շատ գեղեցիկ է, ի դեպ։ Մի բան չէ, ինչ ուզում ես կարող ես ասել։ Իհարկե դու։ Քո մասին է խոսքը։ Ես Արիսկոմ, որ ես Լավ, պետք է լսնենք։ ձուկի նման լավ եմ լողում, դրա համար ուզում եմ դառնամ ձուկ։ ապրես։ Ինչ։ Ձկի նման լավ է լողում Ալբերտոն դրա Հա, համար։ ինքը ի դեպ ասեմ, որ շատ լավ է լողում։ Լողի գնում ես, թե գնացել ես։ Պապայիս հետ եմ սովորել։ Սովորել ես։ Սովորացրել։ Գնացել է, բայց հայրիկի հետ ավելի լավ է Ես եմ սովորել։ սովորեցրել իրան ու ինքը 2 օրում լողացել է։ Ռեալ իրան ծածկող տեղում։ Ապրես։ Շատ չես վախում ջրից։ Չէ, Չէ, ձուկ է ինքը։ Տղան ոչ մի բանից չպետք է վախենա։ չէ, ես կոկորդիլոսից էլ չեմ վախենում։ Մամայիս կոկորդիլոս տեսել ես, բայց Չեմ տեսել, բայց բայց չես չեմ վախենում։ վախենում, հասկացա։ Կոկորդիլոսը ով է, որ դու։ Դինոզավրից էլ չեմ վախենում։ Դինոզավրից ես էլ չեմ վախում։ Ես էլ չեմ վախում, որովհետև չկա։ Այո, արդեն չկա։ Որ լիներ այդ ժամանակ կմտածեի վախենում։ Ադե ես չեմ վախենում, որ լինի էլ չեմ վախում։ Հա, չկա։ Ահա։ Ես ուզում եմ մի բան ասել, մենք կարող ենք իրեն այդպես գեղեցիկ զարդարել, բայց քանի որ մեզ մոտ զատիկ է եւ Ամեն ինչ պետք է լինի պարզ եւ հասարակ։ Պարզ եւ հասարակ, այն ինչ որ մեզ պետք է։ Այո։ Եվ իհարկե զատիկին պետք է սուրբ ծնունդ է մեզ մոտ։ Պարտադիր Սուրբ ծնունդ պետք է գինի։ Գինի, այո։ Որ գինին։ Որ գինից եք ուզում։ Կիսաքաղցր ունենք, գինի ունենք։ Ուրեմն այստեղ ունենք կարմիր կիսաքաղցր, ինչ թվում է նռան գինին, Եվ ունենք կարմիր քաղցր։
Ռիփսիմեն, օնդրությունը կողմ է։ Այնպես։ Բերթաշեն գինի, Ստեփանակերտի ինձ այդպես տարբերություն։ քաղցր, ուրեմն դա։ Ստեփանակերտի իհարկե կոնյակի գործարան, Բերթաշեն, կիսաքաղցր, ես բացում եմ իրան։ Ինչ սուրբ ծնունդ առանց գինու, ձկան եւ բնականաբար չամիչով, այսպես ասած, փլավի։ Լավ է։ Դե հատուկ տենց Գիտեմ, պշտիկ կա այդ տեղն էի գալիս դեմ։ բաժակների ես բերեմ։ Բարությամբ կթայի։ Այո, բարակները այստեղ է։ Հիմա տեսնենք Գրիգորը ոնց է բացելու։ Ինչի։ Ես Ինքը սովորություն ունի այդպես ջարդելու կողքերը ինչ որ կա։ Այսօր գարասկոպով ամեն ինչ լավ է Գրիգորի մոտ։ Այո։ Ինձ թվում է որ մենք ամաններ պետք է բերենք նաև որ կարող ենք փորձենք։ Ես ընդհանրապես sense եմ բացում էլի։ Դավայ։ Սա իմ չբացելու ձևն է։ Դրամարում էլի ասում եք։ Ահա։ Բրավո։ Շնորհակալություն։ Ես չէի պատկերացնում, որ կյանքում ինչ-որ մի անգամ գինի կբացեմ եւ կարժանանամ ծափահարությունների, շնորհակալություն։ Տեսնում ես։ Գինի բացելու ծափահարությունների։ Ես առաջարկում եմ սրանք վերցնենք։ Ես լցնեմ գինի։ Այսի գեղեցիկ լինի։ Միանգամից Սենց Դուր Ալբերտո ջան։ ես կլցնեմ վաու, այնպես ինչպես լցնում են գինին։ բլուչեր դամախ Իդեպ լանդոնը։ ուզում եմ ասել, որ գինիները իրենց ունեն այսպիսի կարելի է փոսիկ ասել, Շատ մարդիկ բութ մտածում մատը, են որ դա գրազի համար է։ բութը, չէ, որ բան են խնայում լիտրաժ են կորցնում, չէ, Իրականում գիտես, օրինակ ասում են, ասեն շիշը վերցնում են, փակված, Բերթաշեն գինու, օրինակ ասում են, կարաս այս շշին առանց բացելուց խմես։ Հետո գրազ ես գալի մի մեծ գումարի, ասում ես հա կարամ, պատատում ես շիշը եւ այստեղ ինչ որ բան ես լսում եւ խմում ես։ Այո։ Ահա։ Так, Փաստորեն։ ինձ թվում է որ մենք պետք է տանք քեզ պատարակախ, դանակ, հեսա ես բերեմ պատարակախներ եւ դանակներ։ Մնացած մեր այսօրվա հյուրերի համար։ Ահա։ Երևու։ Արտու Տոնջ Բոյաջանել էր եկե պաստորեն։ Ձուկը ես կկտրեմ, այո։ Կտրատի եւ փոքրիկ Պատրաստվում ենք մենք։ Պատրաստվում ենք մենք։ Ձուկը օրինակ չկտրտած ավելի սիրուն է։ ամենահետաքրքիր Բայց ամեն դեպքում պետք է իրան կտրատել, որ Ինչ որ Վան Գոգի նկարներից մեկ ինձ հիշացրեց համաձայն եմ։ գույնը շատ ինչ որ, այո, կամ Գոգենոտ անգամ։ հա համաձայն եմ։ Ալբերտոն անհամբեր սպասում է ինչ որ բանի։ Ալբերտո, Այո։ սպասում ես։ Ինչի՞։ Ինչ որ բանի, հրաշքին, Սուրբ Ծնունդն է շուտով։ Գիտեմ։ Բա, Սուրբ ծնունդը, այսինքն Ալբերտո, Հա գիտեմ։ դու գիտես, որ Հիսուսի ծնունդն է, Հա։ Քրիստոսի եւ Այո։ ամբողջ աշխարհում տոնում են այդ։ ինձ թվում է որ պետք է ռիփսիմեն դնի, թե չէ որ ես ու Բոքորը դնենք հանկարծ կարող է ինչ որ Ինձ էլ է թվում, որ կատաստրոֆա տեղի Հիմա ես առաջարկում եմ այս պոչը դնեմ Գոքորին, քանի որ նա ես պոչասեր եմ, էլի։ ահա, լավ։ Պոչերի հետ կապված լուրջ խնդիր ունի։ Հա, ես կարող եմ իմ պոչը տալ քեզ։ Իմ չէ։ Հասկացա։ Հա։ Ես ասեմ չեմ համբերում։ Շատ հետաքրքիր է ինքը ոնց է Իսկ կարող է այս կտորը տամ ձեզ։ Չէ, ես փոքրիկ կտորով բավարար։ Ալբերտո, բա դու։ Դե ինչ։ Չէ, դե դու արի կողքը կանգնի։ Ես առաջարկում եմ իրան։ Կարող ենք ուտել արդեն։ Հա, Մի փոքրիկ ես առաջարկում գինիները նաև։ Այո։ Եվ շնորհավոր ենք։ Ապրի ռիփսիմեն։ Բոլորի գալիք Սուրբ Ծնունդը շնորհավոր։ Այո։ Լավ լինենք։ շնորհավորում ենք եւ այսպես ասեմ, Աստված պահապան մեր ազգին, Աստված պահապան մեր զինվորներին, ովքեր որ Շատ կարևոր է, այո։ գտնվում են Սահմաններում։ Թող երբեք պատերազմ չլինի, թող միշտ ապրենք խաղաղ երկնքի տակ։ Այո, ամենակարևորը առողջ։ Հրաշալի գինի։ Շատ ամեղ է։ Հա, շատ։ Բերթաշեն։ Շատ։ Բերթաշեն Ստեփանակերտի կոնյակի գործարան։ Ալբերտո, հիշում ես սկզբից ասացի, որ ոսկի ձկնիկի մասին անպայման բան պետք է ասենք։ Մի հատ գեղեցիկ տրադիցիա ունենք մեր ծրագրում, պատկերացնում ենք մեր հյուրերը, պատկերացնում են, որ բռնել են ոսկի ձկնիկ եւ ունեն իրենք ցանկություն։ Ես հիմա առաջարկում եմ ձեզանց յուրաքանչյուրը մի ցանկություն, Ամեն մեկը բարձրաձայն ասենք։ Քեզանց եք սկսում։ Պապան բռնել է ոսկի ձկնիկին, ոսկի ձկնիկը ասում Ալբերտո, ինչ ես ուզում ոսկի ձկնիկից։
Ես ուզում եմ, որ սաղ տունը լեգո լինի։ Ախր չեն հասկանում, հասկացա։ Նույն թեման է շարունակում։ Նույն բանի մասն ես որ։ Հակի։ Ես ասեմ, որ իր կյանքը տես լեգո է, ինքը ասում է իմ աշխարհը քառակուսի է, ինքը տենց է պատկերացնում իր Չէ, աշխարհը։ քառակուսի չի։ Հա, լավ։ մեծացել է։ Լեգոյոտ է։ Հա, լեգոյոց։ Լեգոյոտ, հա։ Ու ունենցա որ իրավունք լեգոյեն աշխարհը երևի քառակուսի է, այդ տաներն է, Հա, իրանք։ չէ, երկիր մորորակ։ Ես համոզված եմ, որ ոսկե ձկնիկը քեզ անպայման լսեց։ Եվ դու կունենաս այս տարի ավելի շատ լեգո, քան անցյալ տարի։ Իսկ որ քուրիկ կամ եղբայր ունենաս, կիսվես լեգոներով։ Հա, ապրես։ Ես ասեմ, որ կարելի ասել նաև ոսկե կապիկը։ Հա, կարելի է ասել։ Այո։ Հա, կապիկի տարի է այդ։ Ռիփսիմե դուք ինչ կուզեք ոսկե ձկնիկից։ Ես կուզեմ ոսկե ձկնիկից, որպեսզի մեր ընտանիքը իսկապես լինի երջանիկ եւ միշտ աղոթքներից մեջ կա, որ միշտ խոր ծերություն մենք ապրենք միասին, որովհետեւ չենք պատկերացնում առանց իրար։ Եվ ունենանք եւս մեկ աղջիկ։ Դա Հրաշալի ամենամեծ ցանկությունն է, ամենամեծ երազանքն է այս տարի։ եւ ամենակարևոր ցանկությունն է։ Ինչ ասեմ, սաղասիր։ Հա։ Ես ընդհանրապես կասեմ, որ թող լինի այնպես, ինչպես ասած Ռիփսիմեն, ամենակարևոր բանը դա թող առողջություն լինի բոլորիս, որովհետև առանց առողջության ինչ էլ որ ունենաս այս կյանքում ոչ մի բան քո աչքին չի երևալու, դրա համար կարևոր բան, թող կարևորը բոլորս առողջ լինենք։ Մնացածը Աստված տալիս է, ասում է, «Էս վերցրու»։ Օգտագործի։ Կարևորը կարողանաս ճիշտ օգտագործել այդ ամեն ինչը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն ոսկե ձկնիկին, ինձ թվում է ոսկե ձկնիկը լսեց լեգո, բալիկ, առողջություն, խաղաղություն։ Շատ բան չենք ուզում ոսկե ձկնիկից։ Այո։ Լավ լինեք, շատ շնորհակալություն, հերթական անգամ շնորհավորում եմ ձեզ։ Շնորհավորում եմ ձեզ անցյալ բոլոր տոների կապակցությամբ, Սուրբ Ծնունդի կապակցությամբ գալիք։ Մաղթում եմ ձեր ընտանիքին երկար տարիների կյանք, շատ լավն եք, շատ գեղեցիկ եք եւ գեղեցիկ եք ոչ միայն այսպես ասած էկրանի այն կողմից, այլ կյանքում որպես մարդ, անձնավորություն եւ ընտանիք։ Եվ Աստված տա, որ ձեր նման ընտանիքները մեր երկրում շատ ու շատ լինեն։ Տաղավարը լքելուց առաջ խնդրում ձեր գոհքնոցները գցեք մեր լվացքի մեքենայի մեջ, որ նա սկսի աշխատել։ Բոլորը տոնելու են, իսկ նա աշխատելու է։ Կարող եմ շորերն էլ գցեմ գոքորին։ Չէ, գոքորի շորերը ձեր տան լվացքի Չէ, իմ մեքենան։ շորերը այսօր եմ հակել։ Մինչև նրանք գցում են գոքնոցները, ես վայել եմ ձուկը հոյակապ է։ Ռիփսիմեն իսկապես հրաշալի խոհարարի տիրուհի է։ Ես ուզում եմ հերթական անգամ բոլորիդ շնորհավորել եւ մաղթել ամենայն բարիք եւ ամենակարևորը սիրեք եւ սիրված եղեք։ Եթե դա լինի ձեր կյանքում, մնացած բոլոր հարցերը դուք ինքներդ կարող եք լուծել։ Այսքանը գնացինք հանգստանալու։ Դուք էլ, մենք էլ։ Այո, ապրես։